Պարոն վարչապետ։ Գնանք նայենք դպրոց էլի։ Այս հիմնանորոգում է, հա։ Հիմնանորոգում է, պարոն վարչապետ, ամբողջությամբ բացի դրսի պատերից ամբողջությամբ մեջ է փոխել, ամբողջությամբ նույն բան չկա, տանիք, ջրոցում, խոսանքի իրարեր, սանհանգույց, մարզադաշտ։ Մեծամոր գյուղն է, ոչ թե Մեծամոր գյուղն է։ Արաքսի մեծամոր գյուղ։ Որ թանգարանը ստեղ է մեծամոր, չէ։ Չէ, մեծամոր։ Հա, այդ է մյուս մեծամոր։ Հա։ Հա։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր դպրոցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսինքն ինչքան ժամանակ է որ աշխատում է դպրոցը։ Բարև ձեզ երեխեք։ Նստեք։ Էս ինչ դաս է այսօր։ Ոնց եք զգում ձեր նոր դպրոցում։ Գոհ եք։ Իսկ այս միջև նորոգումը ավարտվել էր, որտեղ եք անում դասեր։ Գյուղում, ուրիշ գյուղում։ Շա հիմա ոտքով եք գնում գալիս։ Թե մեքենայով։ Նայած տունը որտեղ է, չէ։ Ճանապարհը նորոգվելու է, չէ, ճիշտ հասկացա։ Շատ լավ, շատ լավ։ Դուք ոնց եք։ Լավ ամեն ինչ։ Լավ եք։ Ճանապարհը սուղիցիով դրված է։ Բարև ձեզ։ Նստեք։ Ինչպես եք։ Ինչի դաս է։ Մաթեմատիկա։ Հա, հիմա մաթեմատիկան շատ կարևոր է։ Մնացածն են կարևոր, իհարկե։ Լավ եք։ Ձեզ ինչպես եք։ լավ, ձեզ դուր գալիս է ձեր նոր դպրոցը։ Հա, հարմար է։ Շատ լավ, լավ եք։ Ահա, ստեղ։ Բարև ձեզ երեխեք, նստեք։ Նստեք, բարև ձեզ։ Այս արմատն է։ Ինֆորմատիկա։ Այսինքն համակարգիչները բոլորը նոր եք ստացել։ Համակարգիչները չէի, նոր պիտի ստանանք, ես 3 տարի առաջ եմ ստացել։ Ահա։ Ակնկալիքներ ունենք։ Հա, հասկացա։ Հիմա երեխեք դուք այս 3D պրինտերը օգտագործել գիտեք։ Իրանք չէ, բարձր դասանցիներ ունենք, պարոն վարչապետ։ ծրագրի, Սահակելյան աշտարակերին պատրաստել, որը տևել է այս ժամից մինչև գիշերվա ժամը 3-ը։ Հա, սենց դանդաղ, հա։ Հա, մերը մի քիչ հին է, մեկ է սրանք, որ արդեն դասի ժամին ենք պատրաստում։ Շատ լավ։ Ռոբոտներ ենք հավաքում, տակը ունենք, էլի դետալները հավաքում ենք։ Շատ լավ, շատ լավ։ Ինտերնետ էլ ունեք։ Այո։ Իսկ հիմա Հիմա մենք անցնում ենք ողջ ծրագիրը 6-րդ թվային գրագիտություն, ահա։ Այո։ Իրանք տեքստեր են գրում, տեքստեր են ձևավորում, հետո շապսից նկարներ են հանում, այդ գծակ պատկերներ են հանում, տարբեր պատկերներ ենք նկարում։ Էս էլ է, չէ, լավ լուծում է, որ աթոռները պատերը չվնասեն։ Իսկ ձեզ դուր գալիս է ձեր նոր դպրոցը։ Այո։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Նստեք երեխեք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Ինչ դաս է։ Նստեք երեխեք։ Արահաշի։ Շատ լավ է։ Լավ եք զգում ձեր նոր դպրոցում։ Ձեզ դուր գալիս է։ Դասանները փոքր են, հա։ Հա, այսինքն հին նախագծով։ Շատ լավ։ Շատ լավ, ուրիշ բոլոր դասանները չենք մտնի։ Լաբորատորիա, ահա։ Լաբորատորիա մտնենք, տեսնենք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լաբորատոր գույքը ունեք ամբողջական։ Հա, նորմալ է։ Եվ ոնց է ազդում կրթական պրոցեսի վրա։
Օգտագործում է ռեալ, օգտագործում եք, հա։ Ստեղ էլ ունեք գույքեր։ Նույնիսկ սենց մեքենաներ ունենք։ Վարկյանացույցեր։ Մենք բանի, այսինքն դասագրքի մեջ փորձերի նկարագրություններ էլ կան, չէ՞։ Դասի մեջ կա եւ առանձին լաբորատորներ կան։ Շատ լավ։ Շատ լավ։ Մարզադահլիճ ունենք այստեղ։ Այս քիմիա լաբորատորիա Ահա, բարև ձեզ երեխեք, բարև ձեզ։ Նստեք։ Ինչ փորձ եք անում, թե չեք անում այսօր փորձ։ Զգույշ։ Մարի ջան, արի պատմի ինչ էիր պատմում։ Հա, կենսաբանությունն է։ Մարդողությունը տարբեր հատվածներում։ Բերանի խորոչում, Այստեղ են միանում են կույրաղիքը, սա կույրաղիքն է, այստեղ միանում են հաստավիներն և բարակաղիքները։ Այնուհետև մեր ուղիղ աղիքն է, սնունդը գնմատեպի մեր ուղիղ աղիք, որտեղից էլ հետանցքով դուրս է գալիս։ Շատ ապրեք։ Մարի ջան, պարոն Փաշինյանին, մեր տիկի նախարարին ասեք ինչ փորձեր եք անում։ Ինչ Մենք հետուներ եք արել, օրգանիզմներ, տարբեր օրգաններ ենք հերձել, թոքեր, լևյարդ, Բայց ինչ ոչխարի։ Բա միսը ինչ եք արել հետո։ Միսը կենտաններն եք տվել, պարոն Փաշինյան։ Հա։ Ոչխարի միսը։ Չէ, թոքերը հետ Հա, հա, հասկաց։ Այս ակվարիումը լավ է ձեր։ Խնամում եք ձկների։ Հա։ Ակվարիումի մեջ բազմանում են ձկները, թե չէ։ Հա, հա, եղել է։ Օրինակ այս գուպի ձկները հենց կենտանացին են, այս պոչերով, հա, բնավոր պոչը արույա։ Շատ լավ։ Մենք նախագծային էլ ենք անելու ձկներով, այդ Ձեզ դուր գալիս է, որտեղ ինչքան ժամանակ է որ այստեղ եք դասի գալիս։ Ես կիսամ։ Հունվարի 7-ից։ Շատ լավ։ Իսկ ձմեռ տաք է եղել, հո չեք մրսել։ Շատ լավ։ Համակարգը լավ գործ է, Պարոն Խաչատրյան, որտեղ մարզադահլիճ չունենք, պետք է կառուցենք։ Այո, շատ կարևոր է։ Եվ ճաշնանը Նախ ինչեր են ճաշնա եւ մարզադահլիճը մանկապարտեզի ողի հատվածի ծառայությունը նախադեсում շատ լավ։ Ահա, այստեղ թենիսի սեղան ունենք։ Օգտագործում են երեխեքը, խաղում են։ Բարև ձեզ։ Նստեք։ Նստեք երեխեք, բարև ձեզ։ Շախմատի դասա, տեղը շատ փոքր, ներված, ստիպած տեղ ենք անցկացնում։ Հա, բայց ինչ է, նորմալ է։ Դե որ միջոցառումներ ա լինում, հավաքում ենք այս ամեն ինչը։ Հա, դա էլ է նորմալ, բա։ Որ տարածքը պետք է օգտագործեք։ Օգտագործենք, բայց մենք որ ունենանք շախմատի դասարան, ավելի լավ կլինի։ Ունենանք հետագայում նախատեսում։ Շատ լավ։ Դե առաջ քայլը արա, հələ տեսնենք ինչ ես անվանում։ Հա, շատ օրիգինալ մեկնարկա։ Բա ինչով կպատասխանես այդ անսպասելի քայլին։ Համարժեք։ Հա, տենց ամենաճիշտ ձևը, ինքը ինչ քայլ անում, հա, նույն քայլ անում ես։ Ոչ ոքի երաշխավորված։ Ապրեք երեխեք։ Այս աթոռների մասին է ասում, պիտի որ լավն լինեն։ Ամուրը ամել պրակտիկա։ Ասենք այնտեղ մյուսները մեկը հա որ նոր դրած է լավ է բան, բայց հետո ծակվելու է, սկսվելու այդ մեջի պարունակությունը դուրս գալ։ Երեխեքի համար սա ավելի պրակտիկա, որտեղ սա ջարդվեց կփոխվի։ Նա սկսելու է կտորը բանը լնել, տենց, հետո
տարածքը լավ Հավաքել օգտագործել, այո։ Ընդհանրապես տարածքի հետ կապված, որ ասում եք, նաև գույքերը տեսեք, ժամանակակից գույքերը եւ գրասենյակային եւ այն նախագծվում են այնպես, որ իրանք շարժական լինեն, որովհետեւ հիմա պետք է եւ ճիշտ է տարածքները օգտագործել ռացիոնալ, այս ժամին հեսա պետք է տենք դնում, հետո չէ հավաքեցինք այլ բան դնենք, այսինքն տրանսֆորմերի տրամաբանությամբ տրանսֆորմերի դարա եւ ամեն ինչը պետք է լինի տրանսֆորմերի տրամաբան։ Շատ հարմար է։ Հա։ Անջատվում է, դուրս է գալի, անջատվում է ու ասենք հավաքում են։ Մարզանք կարան այո։ Շատ լավ, դե էս եղել է սկզբնական նախագիծը եւ մենք բայց երկարաժամկետում իհարկե մենք պետքա մեր պլանում լինի են, որ այս կարգի, այս նախագծի դպրոցները դուրս գան եւ գան նոր դպրոցներ։ Բայց հիմա մյուս կողմից չենք կարող երեխեքին ասենք դե լավ ոչինչ ձեր փոքր քույրերը եւ եղբայրները կգան։ Հիմա որտեղ հնարավոր է նորոգենք, որ այս պայմանները շատ թե քիչ, այսինքն նորմալ պայմաններում լինի, հետո ավելացնենք, հետո մասնաշենք կավելացնենք, ես էլ կմնա հին բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ են ձեր գործերը։ Բացի դասագրքերից էլ ինչ գրքեր ունեք։ Վարչապետ, մենք բոլորին տալու ենք նոր գրքեր։ Արդեն ցանկերը կազմված են, հիմա անում ենք գնահարցումները եւ մեր բոլոր դպրոցներին բացի գրադարանի գույքից նաեւ նոր գրքեր ենք տալու։ Տիկին Անդրեասյան, քանի որ գրքերի մասին խոսեցինք, եւ ես այդ դրա մասին խոսել եմ նախկինում առիթ չի եղել, որ հիմա ասենք օրինակ այդ նույն հայոց պատմության հատորյակը, չէ, հիմա գրքերը իհարկե կան տարբեր ֆորմատի, բայց աշխատում են տպեն այնպես, որ մարդիկ տրանսպորտի բանի մեջ կարդալու հետաքրքիր լինի։ Ասենք կարող ենք այդ գրքերը, որոնք պարզ է ակադեմիական հրատարակությունները, որոնք ընթերցասրահում, բանում աշխատելու համար հարմար են, նաև մտածենք, խնդրենք այդ նույն հատորյակներից կտորներով, որ գրպանում տեղավորվի, տրանսպորտի մեջ կարդալ հնարավոր լինի, օդանավի մեջ կա, ես օրինակ, որ բանով, դե Միացյալ Նահանգներ ռեյսովի օդանավով եմ բանանում, թռնում, ասենք այդ չափի գիրքը ինքը բոլոր առումներով շատ դժվար է օգտագործել, բայց որ փոքր ֆորմատի գիրք եւ ասենք Եվրոպայում Միացյալ Նահանգներում էլ որ գրախանութ մտնում եմ, ասենք հիմնականում գրքերը հարմարեցված են, որ ճամփորդելիս հարմար լինի, համ քաշից սկսած, ինչ թուղթ է ընտրվում, քաշից սկսած, որ ինչպես ընդունված է ասել, հաճախորդամետ user friendly լինի եւ կարելի է բան անել։ Հիմա կոշտ կազմերը շատ ընդունված չեն ընդհանրապես, ասենք կոշտ կազմով գիրք, որովհետեւ ինքը համ ծանրացնում է, համ վնասվում է, բան է անում, համ թանկ է, այո։ Շատ լավ, տենց մի քիչ ձեր գրադարանում, տենց գլոբալ գրահրատարակության խնդիրների անդրադարձանք։ Ներշնչեց ձեր գրադարանը, լավ է։ Հա? Շատ լավ։ Նա բարև ենք երեխեք։ Երեխաներ, բարև ձեզ։ Նստեք։ Ոնց եք, նստեք երեխեք։ Ինչ դասեք հիմա անում։ Լավ եք, ձեր նոր դպրոցը ձեզ դուր է գալիս։ Կարևորը որ չեք մրսում, եթե սենց վերնաշապիկով եք, ուրեմն չեք մրսում։ Լավ եք սովորում։ Ինչքան լավ։ Ինչքան։ Ասենք 10 բալանոց համակարգով որ գնահատենք, ինչքան եք լավ սովորում։ 11 ապրեք։ Աշխարհագրության։ Բարև ձեզ։ Նստեք, բարև ձեզ։ Ինչպես եք։ Նստեք։ Լավ եք։ Ինչ դաս եք անցնում։ Հայաստանի աշխարհագրություն,
Ահա տրանսպորտներ, դասը նախորդ դասը։ Պարոն Խուդացյան։ Տրանսպորտ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի պատասխանատուն համար 1 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է։ Ճանաչում եք պարոն Խուդացյանին, եղել է նաեւ Արմավիրի մարզպետը նախարար նշանակվելուց առաջ։ Եվ մենք հիմա բավականին լուրջ տրանսպորտային խնդիրներ իհարկե հանրապետությունում ունենք, եւ դուք էլ համոզված եմ ձեր բնակավայրում այդ խնդիրը տեսնում եք, որովհետեւ այստեղից Արմավիր կամ մարզկենտրոն տրանսպորտ աշխատում է։ Նեջմիածին քաղաքից Վարշավա-Վարշապատի Այստեղ երկու կտորով է եղել մրցույթը, Վաղարշապատի տարածաշրջանի իդեալական աշխատումը Արմավիրին 2020 թվականից տատական բանն է։ Դե մենք հիմա մեր պատկերացումն է նա, որ մարզային տրանսպորտային ցանցեր պետք է ունենանք։ Մի մարզում կա, երկու մարզում ներդրվում։ Երկու մարզում լրիվ կա, որը Կոտայքն, Արագածի Կոտայք։ Արմավիրի մարզում Վաղարշապատի տարածաշրջանը ամբողջությամբ կա։ Հիմա ընթացքի մեջ է Արարատինը մինչև ամառ այս հարցը եւս կլուծվի եւ ընթացքի մեջ է Գեղարքունիքինը էլի մինչև մայիս-հունիս ամիսները դա է ամբողջությամբ կլուծվի, կանցնենք մյուս մարզերին։ Շատ լավ։ Ձեզ դուր գալիս է դեր նոր դպրոցը։ Շատ լավ, շնորհավորում եմ, հաջողություն։ Ես չասեցի, ասեի, եկող ճանապարհը Վաղարշապատից մինչև ստեղ։ Ամբողջ այս տարվա ցանկում։ Դե տեսա որ 7 կիլոմետր, մեկ էլ 2.9 կիլոմետր նախագծի Առաջի դասարան։ Բարև ձեզ երեխաներ։ Նստեք, բարև ձեզ, ինչպես եք։ Մի գնա, դու դաս էիր պատմում։ Հա, չէ։ Վարժություն, հա, մաթեմատիկա, այսօր մաթեմատիկայի օր է, որովհետև դասարանների հիմնական մասում Հիմա մեզ մոտ ֆիզկուլտուրա է, ուղղակի որ դուրս չեք եկել, նորից մարզի։ հա, շատ ճիշտ եք որոշել։ Ազատ ժամանակը տրամադրել մաթեմատիկային։ Ահա, ճիշտ է, մարզադահլիճ չունենք, բայց այս սեզոնի համար ունենք, չնայած ձմեռվա սեզոնին էլ կարելի է օգտագործել։ Նայած եղա։ Չէ, պարզ է, բայց միշտ չի, չէ որ ձյուն ու անձրևը։ Այս հատակը շատ ինչա պրակտիկայում ցույց դիմանում է երեխեքի ոտերի տակ։ Ավելի լավ, քան այն նախկիներում, որ խոտի տեսքով վերում էին։ Հա, այն խոտի տեսքովը բան է, մաշում է իհարկե։ Փոխվում է, խաղում են երեխեքը։ Այսի մասնակի բան վաճառել, որտեղ ուզում ենք կարող ենք փոխենք նույն ձևի նույն տեսքի։ Հա։ Հա, Այսինքն մի կտոր կար։ Հա, շատ լավ է։ Շատ արագ, ու շատ արագ արվում։ Շատ լավ է։ Մենք նախատեսում, վաճառել այդ հետագա արդեն պլանավորած է։ Էս ինչ շենք է, սա, մանկապարտեզ է։ Հա։ Այստեղ սարքենք իր համար մի հատ կորպուս, գալերեով կպտնենք այդ կորպուսին արդեն։ Այսինքն գյուղի կրթական կլաստեր է դառնում, էլի շատ։ Հիմա ավելացել է աշակերտները վերանորոգումից հետո այդ որ սարքենք ավելի շատ կլինի։ Այսինքն պատկերացնում ենք եւ սպորտ դահլիճը, եւ հանդիսությունների դահլիճ, եւ ճաշարան, շատ լաբորատորիաների հատվածներ ավելի հաջող պլանավորել, Այս դպրոցը որ թվից կա։ 2005 կառուցվել էր, բայց կադրեր ունեն։ Այս այն մասին է, պարոն վարչապետ, որ ասում են կառուցվել է այդ շրջանում, այսպես բաներ են կառուցել։ Շենքը դրսից շատ լավ նա երևում, ներսից ահավոր վիճակ կադրեր ունեն։ Լավ եղեք։
Ճանապարհն էլ էս բանա սուբվենցիա է։ Ընդեղից 7 կիլոմետր վաղարշապատից դուրս եկանք, մեկ էլ 29 կիլոմետր ամբողջը հիմա նախագծում։ Էս հետո լավ տրամաբանություն է, էլի ճանապարհները ըստ դպրոցների կողմնորոշվել։ Այսինքն մեկը մի տեղից պետք է սկսենք միշտ բանա, չէ՞, քննարկում աշփոթ առաջանում, որտեղից սկսել, որտեղ դպրոց կա նորոգում ենք, այդտեղից սկսա ճանապարհներ նորոգելով։ Շատ լավ։ Շատ լավ։ Հա, եղբայր, ինչ եք ասում, ասեք։ Կարելի է։ Հա, իհարկե կարելի է, ասեք։ Առաջին բարև եք եկել մեր գյուղ։ Բարև ձեզ։ Երկրորդը, շնորհակալություն քեզանից։ Քո ամբողջ կառավարական կազմից, դպրոցի, մանկապարտեզի, մանկապարտեզ չենք։ Վախ կներես։ Ազանականներով։ Եկել ես գազի համար։ Բա ճանապարհի։ Ճանապարհ։ Եկել ես ուզի։ Արո վարշապետ, ժապավեն է, բականի, եւ եկել։ Ինչի։ Կարմիր ժապավեն է։ Ինչի։ Այս գազը գազ, կապուտ գազի հասնի։ Երբ են կտրել։ Այսինքն 10-ին փակելը վարել են։ Եվ մեզ Այսինքն խողովակը պատրաստա, բայց դեռ գազը չկա։ Պատրաստա խողովակաշարը ամբողջ տնասի, այնտեղ մենակ գերեսն են կառուցում այս պահին։ եւ շնորհակալ ենք մեր համայնքի ղեկավարին։ Բնականաբար։ Հիմա այս դպրոցի ինչ են կարել այս պահին դպրոցի եղած ինչ որ եղել է նորոգել ենք։ Հիմա հաջորդիվ կկառուցվի նաև չէ, բանը մարզադաշտնել ենք չէ, մարզադաշտնել ենք նորոգել, հա։ Հիմա կկառուցվի նաև ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ եւ ճաշարան։ Եւ այո, կողքը կավելանա եւ նաև երևի եթե դասասենյակների կարիք էլ հա, գյուղապետարանը համայնքի ղեկավարը կկառուցի։ Ճանապարհ ունենք սարքել, կենտրոնական ճանապարհ։ Ասեք, այդ կենտրոնականը չի։ Նախագծման փուլում։ Հերթով կսարքվի։ Ընկերս քեզից շնորհակալությունը հայտնի, ինքը երեք օպերացիա ել է, սրտունա եկել, սրտի ստենդադրի։ Ասես կեզած իմ կողմից վարշապետին, դե 65 պլյուս է։ Իմ կողմից վարշապետի շնորհակալություն, կա չկարողացան գալ։ Իմ կողմից առողջություն։ Հետո մեկ էլ մի խնդրանք, այս մեր Հայաստանի զնակներից կարող է ինձ նվիրես։ Հեսա Զնակ չի Հայաստանի քարտեզ։ Այո, Կանադա դե 4 հատ ուրից։ 4 հատ մի հատ։ Ով ուզում է մի հատ, ով ուզում է մի հատ։ Մեր գերեզմանոցի շատ շնորհակալ ենք, պարոն վարչապետ, քեզ առողջություն, երկարատարների կյանք։ Շնորհակալ։ Որ ղեկավարես մեր ամբողջ Հայաստանը։ Դե դա արդեն ձեզնից է կախված։ Այո, մեզանից է կախված։ Այդտեղ ես շատ անելիք չունեմ, այսինքն իմ անելիքը հնարավորություն ձեր իմ անելիքը կներեք արտադրություն ես պրոբլեմ չունեք։ Շնորհակալ եմ։ Ո՞րդ գազի չհերցե։ Գնացի։ Ժորժ ջան, չէ, այդ են չին, որ ասում եք ոտդ գազի չվերցնեք։ Վերջը պավարոտ կա, բան կա։ Այդ պետք է Պուտինի մոտ լավ էլ գազ նոյ։ բարեկամական զրույց էր դա։ Ես նկատում եմ պետք չի միշտ դուք որ ավտո եք քշում միշտ գազին, հա, չէ, մեկ տորմուզել եք գալիս, մեկ աչ եք քաշում կանգնում, մեկ եւ այլն, բայց վարշապետ մի բան համեցեք, էլի մենք 65 անց ենք, շատ գոհ ենք ձեզանից, կնոջս օպերացիային արել, աչքի ու ձրի չի Ասենք ձեր փոխարեն վճարելա պետական բյուջեն, բայց պետական բյուջեն իրականում ոնց է ձևավորվել, որ դուք բոլորդ գնացել եք խանութ, մի բան եք առել, ՀԴՄ-ն վերցրել եք, այդ ՀԴՄ-ից ինչ որ մի հատ գումար ընդեղ ա մտել, որ աշխատավարձ եք ստացել, եկամտային հարկ եք վճարել, այդ ինչ որ գումար գնացել է այնտեղ եւ այլն եւ այլն։ Իսկ մի հատ խնդրանք, մեր էջմիածնում հնարավոր է որ դիալեզի կենտրոն բացվի, որովհետեւ ես 4 տարի է իմ աղջկան տանում եմ։ Դիալեզի կենտրոն։ Վաղարշապատի բժշկական կենտրոնը կառուցման փուլում է։ Հա, կառուցումը կլինի։ Կլինի։ Ուղղակի շատ ենք էլ օրը մեջ հիվանդանոց ենք եթում։ Շատ լավ։ Նախարար ափսոս ստեղ չինք ավելի ճշգրիտ կասել, բայց ինձ թվում է հավանականությունը մեծ է։ Լավ եղեք, շնորհակալ։ Վարչապետ, բարև ձեզ։ Բարև եղեք։ Պարոն վարչապետ, ես պետության աջակցությամբ լավ մեծ լիզինգով լավ մեծ տնտեսություն եմ կառուցել ջերմատներ։ Շատ կուզենա, եթե ժամանակը սուղ չի, ես ճանապարհի ժամանակը հիմա սուղ է, բայց այն մյուս փուլին որ գանք, պլանավորենք
Ինչքան տարածք։ Համարյա հեկտար ու 2-3 Ինչքան լիզինգ հետ վճար եք ստացել թե։ Չէ, կեսը մենք կառուցել ենք։ Նորմալ, դա նորմալ աջակցություն է, նորմալ առանց դրա չէի կարող այդ ունենալ։ Ինչ եք աճացնել։ Ծաղիկ։ Արդեն կա դրած է։ Դե հաջողություն։ Մյուս անգամ այսօր պլանավոր է տա ուղղակի չսպասեցնենք մարդը։ Այս գյուղ, այս ճանապարհի վրա է, Էլի լիզինգի ծրագրի հետ է կապ, բա։ Դե կնայի։ Բարև։ Այո, իհարկե։ Հագցնեմ իմ ձեռքով։ Ձեր անունով է էլի դիմումը։ Շատ լավ, իմ օգնականն էլ ասել։ Լավ է։ Հա, շատ լավ։ Գնացինք։ Ուրախ եմ, եղբայր, հաջողություն, շնորհակալ եմ, որ մոտեցար ասեցիր։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ։ Լավ, եղբայր։